Ոչ միայն հաճելի, այլ նաև օգտակար։ Ոչ միայն վիրտուալ, այլ նաև իրական։ Ոչ միայն մարմնի, այլ նաև հոգու համար։ Բարի ուշ երեկո եթերում սեքսադարանն է։ Սեռական կյանքի բոլոր նրբությունները պարզ, մատչելի և դասավորված համապատասխան դարակներում։ Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է ամեն ինչ իր տեղը դնելու և չքննարկվածի մասին խոսելու։ Այսօր խոսելու ենք անչափ հետաքրքիր թեմայի մասին։ Էրոգեն գոտիներ, որոնք են դրանք, ինչպես գտնել դրանց տեղակայումը և սեռական կյանքը դարձնել էլ ավելի հետաքրքիր։ Էրոգեն գոտիները մարմնի տարբեր հատվածներում տեղակայված առավել զգայուն մասերն են, որոնց խթանումը առաջացնում է սեռական գրգռում։ Ընդ որում, սեռական խթանումը կարող է լինել տարբեր կախված մարդու սեռական ֆանտազիայից։ Մեկի համար դա կարող է համբույրը լինել, մյուսի համար ինտիմ մերսումը, մեկ ուրիշի համար լիզելը, կարող է և կծելը, փչելը, լիզելը և այլն։ Այսինքն բոլոր այն մեթոդները, տարբերակները, որոնց արդյունքում կարող ենք հասնել սեռական գրգռման, նույնպես իհարկե կիրառելի են և բերում են էրոգեն գոտիների ակտիվացման։ Էրոգեն գոտիների գրգռումը չափազանց կարևոր հարց է, հատկապես կնոջ սեքսուալության տեսակետից, քանի որ էրոգեն գոտիների ակտիվացման արդյունքում փաստորեն հնարավոր է լինում կնոջը տրամադրել սեռական ակտիվությանը։ Չեմ կարող իհարկե ասել, թե տղամարդու պարագայում էրոգեն գոտիները կարևոր նշանակություն չունեն, սակայն հաշվի առնելով կնոջ և տղամարդու սեքսուալության տարբերությունները, հատկապես իհարկե շոյանքների, փաղաքշանքների առումով, կանայք այս դեպքում էլ ավելի մեծ կարևորություն են տալիս էրոգեն գոտիների ակտիվացմանը և այս պարագայում չափազանց կարևոր է հատկապես այն դեպքում, երբ կնոջ համար սեռական կյանքը նոր է սկսվում և կինը նոր է մտնում սեռական հարաբերությունների մեջ։ Տղամարդուց պահանջվում է առաջին հերթին իհարկե նրբանկատություն և հատկապես այն դեպքերում, երբ պետք է առաջին կենակցումը տեղի ունենա, էրոգեն գոտիների ակտիվացումը փաղաքշանքների և շոյանքների միջոցով կարող է հեշտացնել առաջին սեռական հարաբերությունը։ Էրոգեն գոտիները ունեն իրենց դասակարգումը։ Տարբերում ենք առաջնային և երկրորդային էրոգեն գոտիներ։ Առաջնային էրոգեն գոտիները որպես կանոն ունիվերսալ են երկու սեռի համարել և ընդունված է համարել, որ առաջնային են այն էրոգեն գոտիները, որոնց տեղամասերում, մարմնամասերում նյարդային վերջավորությունները շատ զգայուն են։ Դրանք են բերանը, շրթունքները, լեզուն, պարանոցը, ականջները, հատկապես ականջի բլթակները, կրծքերը և հարպտկային հատվածը, որովայնի ստորին հատվածը, ազդրերի ներսային մակերեսը, հետույքը, հետանցքը և շեքը, սեռական օրգանները, շագանակագեղձը տղամարդկանց մոտ և G կամ S գոտին կանանց մոտ։ Տղամարդկանց պարագայում առավել զգայուն է անդամի գլխիկը, քանի որ գլխիկի հատվածում են տեղակայված առավել շատ նյարդային վերջավորությունները և այդ առումով էլ հենց անդամի գլխիկը համարվում է առաջնային էրոգեն զոնա։ Համեմատաբար ավելի թույլ կամ նվազ էրոգեն զոնաներ են ամորձիները և ամորձապարկը և փաղաքշանքների առումով իհարկե կանայք պետք է հաշվի առնեն այս հանգամանքը, բայց նաև հիշեն մի կարևոր հանգամանք ևս։ Տղամարդիկ չեն սիրում, երբ միանգամից հարձակվում են սեռական օրգանների վրա և փորձում դրանք գրգռել, որովհետև շատ դեպքերում դա կարող է առաջացնել հակառակ ռեակցիան տհաճության տեսքով։ Ամեն ինչ պետք է սկսել աստիճանաբար, իհարկե հաշվի առնելով այն, որ էրոգեն զոնաները նաև ունեն իրենց ուժգնությունը ըստ արտահայտվածության։ Կանանց պարագայում առաջնային էրոգեն զոնա է ծլիկը, որտեղ նույնպես խտացված են բազմաթիվ նյարդային վերջավորություններ և որպես այդպիսին ծլիկը շատ դեպքերում մնում է ստվերում, բայց լինելով արտահայտված էրոգեն զոնա, ինքը
շատ դեպքերում կարող է կնոջը պարգևել սեռական բավարարվածություն, հատկապես երբ կինը նոր է սկսում ապրել սեռական կյանքով եւ հեշտոցային օրգազմի չի հասնում։ Այս դեպքում ծլիկը կարող է ժամանակավորապես փոխարինել լինելով առաջնային էրոգեն զոնա։ Սեռական շուրթերը կնոջ այս դեպքում եւս էրոգեն զոնաներ են, բայց առավել արտահայտված են փոքր սեռական շուրթերը, մեծ շուրթերը ավելի քիչ զգայուն են։ Գոյություն ունեն նաև երկրորդային էրոգեն զոնաներ, որոնք կարող են առաջանալ ժամանակի ընթացքում սեռական փորձի կուտակմանը զուգահեռ, երբ մարմնի որևէ մի հատված որպես այդպեսին նախատեսված չի որպես էրոգեն զոնա, բայց զուգընկերներից մեկը նախընտրում է կամ հաճույք է ստանում, երբ շոյում է մարմնի որևէ մի հատված։ Իմ պրակտիկայում հիշեցի մի դեպք, երբ կինը հաճույք էր ստանում, երբ զուգընկերը շոյում էր ձախ ոտքից անգամ փոսը, եւ փաստորեն այդ հատվածը ժամանակի ընթացքում դարձավ երկրորդային էրոգեն զոնա եւ կինը օրգազմ էր ապրում միայն այն դեպքում, երբ խթանվում էր այդ հատվածը։ Նույնն էլ տղամարդու պարագայում, եթե կինը նախընտրություն ունի շոյել տղամարդու մարմնի որևէ մի հատված, որը նախատեսված չէ որպես էրոգեն զոնա, օրինակ թևի ինչ որ մի հատվածը կամ պարանոցի, որը զգայուն չէ, ապա տվյալ հատվածը կարող է դառնալ էրոգեն զոնա, եթե տղամարդը այդ ճանապարհով հասնում է սեռական բավարարման։ Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ պետք է նշեմ, որ առանձնահատուկ էրոգեն զոնա է ուղեղը, քանի որ բոլոր խթանումները, գրգռումները ընդունում է եւ ընկալում է ուղեղը, հետեւաբար ամբողջ գործընթացը սկսվում եւ ավարտվում է ուղեղում։ Թե խոսքային, թե տակտիլային շոյանքները բնականաբար ընկալվում են ուղեղի կողմից եւ արձագանքվում նույնպես ուղեղի կողմից։ Հետևաբար ուղեղը պետք է գտնվի համապատասխան հանգիստ վիճակում, որպեսզի տղամարդը կամ կինը կարողանան գրգռել կամ գրգռվել եւ ստանալ սեռական բավարարվածություն։ Կա մի էրոգեն զոնա, որը թաքնված է, շատերը չգիտեն դրա մասին, այն ունիվերսալ է երկու սեռի համարել, բայց չափազանց արտահայտիչ է, եթե զուգընկերները գլխի են ընկնում եւ սկսում են այդ հատվածը շոյել։ Խոսքը կատվափոսի մասին է, որը գտնվում է մեջքի հատվածում, երկու թիակների միացման հատվածում եւ գոյացած փոսիկը կոչվում է կատվափոս, քանի որ այդ հատվածում կուտակված նյարդային վերջավորությունները բավականին զգայուն են եւ երկու սեռի համարել համարվում են էրոգեն զոնա։ Այս հատվածը ընդգրկվում է հատկապես գրագետ մերսումների ժամանակ, երբ հարաբերությունից առաջ զույգը նախընտրում է շոյանքների մեջ ընդգրկել ինտիմ մերսումները եւ անպայման իհարկե շոյանքների ժամանակ ընդգրկում են կատվափոսը։ Էրոգեն զոնաները սկսում են ակտիվանալ դեռահասային շրջանում, երբ օրգանիզմը ենթարկվում է սեռական բուռն փոփոխությունների եւ մարմինը արդեն սկսում է ձեռք բերել սպეციფიկ զգայունություն, ասել է թե սեռական զգայունություն։ Մաշկը դառնում է առավել զգայուն, հատկապես փաղաքշանքների նկատմամբ, եւ այն բջիջները, որոնք պատասխանատու են սեռական շոյանքների նկատմամբ, դրանք կոչվում են դոգելի բջիջներ, սկսում են արդեն ակտիվանալ եւ ձեռք բերել սպეციფიկ զգայունություն։ Վերջնական տեսքի արդեն էրոգեն զոնաները ստանում են 25-ից 27 տարեկանում, երբ ավարտվում է սեռական հասունացումը եւ էրոգեն զոնաները արդեն ունենում են իրենց հստակ տեղակայումը, սակայն դրանց մասին իհարկե պետք է իմանա զուգընկերը դրանք փնտրելով։ Էրոգեն զոնաները շատերի բնորոշմամբ, հատկապես հանրայինի սեքսոլոգների, նման են չբացահայտված քարտեզի, զուգընկերը պետք է փնտրի դրանք, ակտիվացնի դրանք եւ դրանով իսկ իհարկե հաճույք պարգևի իր դիմացինին։ Պետք է նաև նշեմ, որ էրոգեն զոնաները կարող են փոխել նաև իրենց տեղակայումը։ Ընդունված է համարել, որ ամռան ամիսներին առավել ակտիվ են գոտկատեղից վեր ընկած էրոգեն զոնաները, քանի որ մարմինը այս դեպքում ստանում է արևի ճառագայթները, որով պայմանավորված էրոգեն զոնաները ավելի զգայուն են։ Ձմեռվա ամիսներին առավել ակտիվ են գոտկատեղից վար ընկած էրոգեն զոնաները։ Գոյություն ունեն նաև այսպես կոչված թռչող էրոգեն զոնաներ, դրանք այն էրոգեն զոնաներն են, որոնք կախված տարիքից փոխում են իրենց տեղակայումը։ Երիտասարդ տարիքում իհարկե առավել ակտիվ են գոտկատեղից վեր ընկած էրոգեն զոնաները, իսկ տարիքի հետ արդեն ավելի ակտիվանում են
կամաց գոտկատեղից վար ընկած էրոգեն զոնաները։ G կետի կամ G զոնայի մասին մինչ այժմ էլ կան վիճահարույց կարծիքներ, սակայն մի բան ակնհայտ է։ G զոնան կամ S զոնան հայտնաբերել են երկու տարբեր հեղինակներ։ G զոնա կոչվել է ի պատիվ գիտնականի Գեբենֆրեգի, ով հայտնաբերել է իր հերթին այդ կետը, եւ S զոնան ի պատիվ հեղինակ Սվյադոշի, ով նույնպես ժամանակին նկարագրել է նույն կետը։ G գոտին գտնվում է հեշտոցի առաջային պատին 3-ից 5 սանտիմետր խորության վրա։ Եթե ավելի պարզ փորձենք նկարագրել, G գոտին իրենից ներկայացնում է ծլիկի հայելային անդրադարձը, այսինքն հակառակ կողմում գտնվում է ծլիկը իր նյարդային խուրձերով, իսկ ներսային հատվածում G կետն է։ Սեռական հարաբերության ժամանակ G գոտին չի ընդգրկվում հարաբերության մեջ եւ որքան էլ որ տղամարդը փորձի տարբեր տեսակի ալպինիստական դիրքեր գրավի, միևնույն է G գոտին չի ընդգրկվելու։ G գոտին կարող է ընդգրկվել միմիային մատնային շոշափման կամ մատնային մերսման ժամանակ, քանի որ նրա տեղակայումը թույլ չի տալիս սեռական հարաբերության ժամանակ ընդգրկել այն։ Որոշ կանանց մոտ G գոտին այնքան էլ զարգացած չէ եւ շոյանքների ժամանակ կանայք առանձնահատուկ հաճույք չեն ստանում եւ նույնիսկ տհաճություն են զգում եւ այստեղից էլ պետք է նշեմ, որ G գոտի խթանումը ոչ բոլոր կանանց համար է հաճելի, հաշվի առնելով, որ այն կարող է պարզապես կամ զգայուն չլինել, կամ էլ չշոշափվել։ Ամփոփելով այս թեման ուզում եմ նշել, որ էրոգեն զոնաների ակտիվացման հարցում չափազանց կարևոր է ինչպես զուգընկերների ուշադրությունը եւ նրբանկատությունը, այնպես էլ ինտիմ հիգիենայի հարցը։ Հարաբերությունից առաջ ցանկալի է ցնցուղ ընդունել, որպեսզի մարմինը թարմ լինի, քանի որ էրոգեն գոտիները առավել զգայուն են, մասնավորապես ցնցուղ ընդունելուց հետո։ Էրոգեն զոնաները ակտիվացնելու համար ցանկալի է օգտագործել մերսման համար նախատեսված տարբեր տեսակի քսայուղեր, որոնք ավելի զգայուն են դարձնում մարմնի տարբեր հատվածները։ Ինտիմ հիգիենային հետևելը հատկապես կարևոր է այն առումով, որ հարաբերությունները լինեն պաշտպանված, խնդիրներ չառաջանան եւ հետագայում իհարկե բարդությունների չհանգեցնեն։ Այս հարցում օգնության կարող է գալ մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Սետաֆոմ հակասեպտիկ լուծույթը։ Սետաֆոմ հակասեպտիկ ախտահանող միջոցը կիրառվում է մաշկի եւ լորձաթաղանթների վարակների բուժման համար, էֆեկտիվ է բակտերիաների, սնկերի ու վիրուսների դեմ պայքարում, իսկ բաղադրության մեջ առկա պանթենոլը կանխում է չորությունն ու գրգռվածությունը։ Պետք է փրփուրը քսել անմիջապես տուժած հատվածին, առանց նոսրացնելու, հետո լվանալ ջրով ու զգուշորեն, բայց լավ չորացնել։ Առավելություններից մեկն այն է, որ սետաֆոմն ազդում է արագ եւ արդյունավետ, ինչի արդյունքում դուք ունենում եք նուրբ եւ առողջ մաշկ։ Այս անգամ այսքանը։ Մնացեք մեզ հետ։ Առջևում ձեզ սպասվում է հետաքրքիր հարցազրույց բժիշկ պրոկտոլոգի հետ։ Թեման՝ թութք։ Սեքսի հետ կապված թեմաները առնչվում են ոչ միայն սեքսոլոգներին, այլ նաև հարակից ոլորտների մասնագետներին։ Այսօր մեր հյուրը Երևանի պետական բժշկական համալսարանի կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի դասախոս, վիրաբույժ պրոկտոլոգ Ռուբեն Թադևոսյանն է։ Մենք խոսելու ենք թութքի մասին։ Բարի ուշ երեկո։ Բարի ուշ երեկո, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ ենք հրավերը ընդունելու համար։ Այս թեման բավականին տարածված է եւ վստահ եմ շատերին է հետաքրքրում։ Որոնք են թութքի առաջացման հիմնական պատճառները։ Տեսեք, սկզբից խոսանք ինչ է թութքը իրենից ներկայացնում։ Թութքը դա հյուսվածք է, փապարաձև հյուսվածք, որը ունեն բոլոր մարդիկ։ Դա ծնվում են այդ հյուսվածքով, որը ունի իր դերը։ Բայց ինչ պատճառներով, ինչ ագրեսիվ պատճառների շնորհիվ այն սկսվում է մեծանալ եւ ոնց ասած շեղվում է իր ֆունկցիայից եւ սկսում է անհանգստացնել։ Եվ այդ առաջացման պատճառները կամ ագրեսիվ ֆակտորները առաջի տեղում դա փորկապությունն է, հաճախակի փորկապությունը, որը բերում է թութքի զարգացման։ Խոսանք սննդի հետ կապված կամ որոշակի տեսակի սննդատեսակների չարաշահումներ, դրանք են կծուն, ալկոհոլի չարաշահումը, կյանքի ապրելակերպի հետ կապված, վերջերս շատ ակտուալ է դարձել նստակյաց ապրելակերպը, քիչ շարժվելը, այլ մնացած ֆակտորներից են
կանանց մոտ հղիություն, ծննդաբերություն, ոտքերը մրսացնել, սառացնել, պատճառները շատ են։ Հիմնական պատճառները դրանք են, որոնք բերում են թութքի ձևավորման, մեծացման եւ առաջացման։ Կա կարծիք, որ որոշ դեպքերում այն կարող է ինքնուրույն անցնել։ Արդյոք դա այդպես է եւ եթե այո, ապա երբ պետք է անհանգստանալ։ Տեսեք, մենք թութքը դասակարգում ենք 4 աստիճանի՝ առաջի, երկրորդ, երրորդ եւ չորրորդ։ Առաջի աստիճանի պարագայում ախտանիշները միայն արյունային արտադրությունն է, դեֆեկացիայից հետո ալ կարմիր գույնի արյունային արտադրություն։ Այդ ժամանակ ներքին հանգույցները դեռ փոքր են, դեռ չեն արտանկվում։ Երկրորդ աստիճանի պարագայում արդեն ունենք ներքին հանգույցների արտանկում, բայց ինքնուրույն ներուղվում են։ Երրորդի պարագայում արտանկվում են, բայց ներուղվում են մատի օգնությամբ։ Չորրորդ արդեն բարդացած տարբերակն է։ Տեսեք, առաջի, երկրորդի պարագայում հնարավոր է դեղորայքային կոնսերվատիվ միջոցները բավական էֆեկտիվ են։ Հնարավոր է դեղորայքով բուժել։ Այսինքն խոսքս այն է, որ եթե կա արյունային արտադրություն, առաջի իսկ արտադրության պարագայում ճիշտ կլինի այցելել պրոկտոլոգի, զնվել, ախտորոշվել, այդ պարագայում դեղորայքային բուժումը բավական էֆեկտիվ է լինում։ Պաստորեն, սպասել եւ հուսալ, որ ինքնուրույն կանցնի, ոչ։ Իհարկե ոչ։ Ինքնուրույն սպասելու պարագայում այն միայն զարգանալու է եւ ավելի բարդանա։ Եվ վերջին ծայրահեղ դեպքը դա արդեն երևի թե վիրահատություն։ Երրորդ, չորրորդը, այո, արմատական բուժումը վիրահատական միջամտությունն է։ Իսկ եղել են դեպքեր կամ արդյոք հնարավոր է վիրահատությունից հետո կրկին աճ գրանցվի։ Իհարկե լինում են դեպքեր, երբ վիրահատությունից հետո լինում է կրկնություն։ Խոսքը ասեցի ինքը հյուսվածք է։ Եթե մաքուր չհեռացնելու պարագայում չի կարա 0-ից առաջանա։ Մաքուր չհեռացնելու պարագայում մնացած հյուսվածքը կարող է նորից մեծանալ եւ սկսել անհանգստացնել։ Այսինքն մաքուր վիրահատությունից հետո եթե 0-ական մաքրվել է, կենսակերպից հնարավոր չէ, որ նորից բացառում ենք, այո։ Դա ուղղակի հրաշալի է։ Ինչ միջոցներ է առաջարկում ժամանակակից բժշկություն այս խնդրի դեմ՝ դեղորայքային, վիրահատական եւ։ Ես աստիճանները շեշտեցինք, առաջ երկրորդ աստիճանի պարագայում դեղորայքային բուժումն է բավական էֆեկտիվ։ Բավական էֆեկտիվ են կան ոչ վիրահատական մեթոդներ։ Դրանք լատեքս օղերով լիգավորումն է, սկլերոտերապիա բավական էֆեկտիվ են լինում, բայց տեսեք, ես կուզեմ մի հարցի անդրադառնամ։ Ցավոք, երբ հիվանդները դիմում են մեզ, հիմնական գերակշռող մասը արդեն 3-4 աստիճանի պարագայում են հասնում մեր մոտ, երբ արդեն գործը մնում է վիրահատական, այսինքն ոչ վիրահատական մեթոդներ կարելի է կիրառել, բայց դրանք արդեն արմատական չեն լինում։ Այսինքն կարա ժամանակին կանխելը խրախուսվում է։ Իհարկե։ Չհասցնել մինչև վիրահատություն։ Այո։ Շատ տարածված է չիշխանի մոմիկների կիրառությունը, արդյոք կարելի է օգտագործել այն առանց բժշկի նշանակման։ Տեսեք, շատ տարածված է, բավական էֆեկտիվ են չիշխանի մոմիկները, ասենց ասեմ, ամենաանվնաս մոմիկներն են, եթե օգուտ չտան, վնաս անպայման չեն տա։ Բայց տեսեք, հիմա ինքան արագ է զարգանում շուկան դեղորայքի հատկապես։ Ամեն տարի մենք ունենում ենք նոր պրեպարատներ, ավելի ուժեղ, ավելի էֆեկտիվ։ Ունենք բավական լավ մոմիկներ, բայց իրենք թույլ են, իրանց ազդեցության էֆեկտը թույլ է։ Մենք ավելի շատ չիչխանը նշանակում ենք որպես կողքից օգնող։ Ահա։ Կողքից օգնող։ Իհարկե կան ավելի շատ լավ մոմիկներ, լուրջ միանշանակ այո։ Դեղագործական ֆիրմաների արտադրության, որ բավական լավ էֆեկտ են ունենում, բայց ոչ չիչխանը։ Թութքի հետ կապված կան հետաքրքիր փաստեր, օրինակներ, ավելացումներ։ Տեսեք, ես ավելի շուտ գիտեք ինչի մասին կուզեի խոսել, թութքի առաջին ախտանիշը երբ որ լինում է, դա արյունային արտադրությունն է, ասեցի, թութքը սկսում է արյունով։ Տեսեք, մարդկանց մոտ երբ լինում է արյունային արտադրություն, միշտ կապում են թութքի հետ, բայց մենք ունենք պրոկտոլոգիական մի շարք հիվանդություններ, 20-ից ավել, որոնք նույնպես սկսվում են արյունային արտադրությամբ։ Այսինքն, եթե կա արյուն, չպետք է մտածել, թութք է, չիչխանի մոմիկ կամ դեղատնից այլ մոմիկ։ Հնարավոր է այլ խնդիր լինի օրգանիզմում։ Կուզեմ ավելի շատ խոսեմ ուռուցքների մասին։ Ուղիղ աղիքի անալուղու ուռուցքները նույնպես սկսում են արյունային արտադրությամբ։ Ցավոք, երբ այսօրվա դրությամբ երբ որ ուռուցքով հիվանդները գալիս են մեր մոտ,
մինչև մեզ հասնելը իրանք բավական ժամանակ հակաթութքային բուժում են ստացած լինում անիմաստ։ Այսինքն առաջի իսկ ախտանշանի դեպքում ճիշտ այցելել զննման, այցելեք զննման, իմացեք ախտորոշումը, թութ կա, արդեն բուժումը ինքներդ կընտրեք, ում մոտ եւ ինչ տարբերակով։ Խոսենք նաև այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է այն թողնել սեռական կյանքի որակի վրա։ Ազդեցություն, այո, թողնում է։ Տեսեք, թութքը դա անալ ուղում արսողական տրակտի վերջին հատվածն է, ուղիղ աղու վերջին հատվածը, չմոռանանք, որ բավական մոտ օրգան է նաև հատկապես տղամարդկանց մոտ շագանակագեղձ է։ Անալ ուղին եւ շագանակագեղձը դրանք նույն անոթներից են անոթավորվում, նույն ներվից են ներվավորում, այսինքն եթե ունենք հետանցքում բորբոքային խնդիր, դա անդրադառնում է տղամարդկանց մոտ անպայման շագանակագեղձի վրա։ Դա էլ արդեն բնականաբար սեռական կյանքի վրա։ Ունենում ենք շատ դեպքեր, երբ որ ամիսներով, տարիներով բուժվում են շագանակագեղձի բորբոքում պրոստատիտը ու արդյունք այդքան չեն ունենում։ Պարզվում է, որ հիվանդը ունի բավական մեծ թութք, բորբոքված թութքային հանգույցներ, որը չի թողնում, որ պրոստատիտի բուժումը էֆեկտիվ լինի։ Երբ որ հեռացնում ենք թութքի հարցը լուծում ենք, բավական հեշտությամբ հարցը լուծվում է։ Իսկ հեռացնելուց հետո որքան ժամանակ է հարկավոր, որ օրգանիզմը վերականգնվի։ Իհարկե դա անհատական է, միջինը ես կասեմ, միջինը տևում է մոտ ամիս-ամսուկես, բայց վիրահատությունից հետո այդ 4-5 շաբաթը հիվանդը անկողնային հիվանդ չէ։ Առաջի շաբաթից հետո նա արդեն ակտիվ է իր գործողություններում, շարժումներում, պարզապես պահանջում է հետվիրահատական խնամք։ Հատկապես ուշադիր լինել սննդակարգին։ Սննդակարգին, լվացումներ, տեսեք, մենք միշտ շեշտում ենք, վիրահատությունը դա գործի առաջի կեսն է, երկրորդ կեսը ճիշտ հետվիրահատական ընթացքը վարել, որպեսզի չունենանք բարդություններ։ Իսկ կան խորհուրդներ, որոնց մասին կարող եք բարձրաձայնել այն մարդկանց համար, ովքեր ուզում են զգուշանալ թութքի ձեռքբերումից։ Իհարկե։ Տեսեք, առաջացման պատճառներում առաջինը նշեցինք դա փորկապությունը։ Այսօր ամենատարածված խնդիրներից է փորկապությունը, որը պայմանավորված է մեր սննդի հետ, քիչ շարժվելու ռեժիմի, նյարդային համակարգի հետ, քնի խանգարման, բա իհարկե։ Դրա համար առաջինը սկսենք սննդից։ Այնպիսի սնունդ, որ պարունակում է բջջանյութ, այսինքն որ պետք է որպեսզի կղանքը լինի փափուկ, միրգ, բանջարեղեն, ջուր բավականին, ամեն երկրորդ հիվանդը խոսացնելու համար գրեթե ջուր չեն օգտագործում, բայց մինիմում 2 լիտր ջուր օրական պետք է օրգանիզմը ստանա։ Սնունդը շարժվելը, ունենք հիմա ակտուալ բավական մասնագիտություններ, որոնք 10-ից 14-15 ժամ նստած են լինում։ Հիպոդինամիկ վիճակը նույնպես բերում է դրա զարգացման։ Խորհուրդ ենք տամ աշխատանքից հետո քայլել, սպորտի գնալ, շարժվել։ Նյարդային համակարգը, որը բերում է նույնպես դրան, ասեցիք, գիշերները չքնել, դա բերում է նյարդային համակարգի խանգարման, հանգիստ է պետք։ Նաև աղիստամոքսային աշխատանքի խանգարման։ Իհարկե, իհարկե։ Բոլորը իրար փոխկապակցված են։ Շնորհակալություն բովանդակալի զրույցի համար, պարոն Թադևոսյան, շնորհակալություն խորհուրդների համար, իսկ դուք սիրելիներս շարունակեք մնալ մեզ հետ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն այդքան ակտիվ լինելու եւ մեզ հետևելու համար, մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցերը։ Բարև ձեզ, կանխավ շնորհակալություն եմ հայտնում ուսանելի հաղորդումների եւ մեզ հարցեր ուղղելու եւ դրանց պատասխանը ստանալու հնարավորություն ընձեռելու համար։ Հարցս հետեւյալն է. Առնանդամի վերթեքված լինելու պատճառով հարաբերության ժամանակ առաջանում են որոշակի անհարմարություններ։ Արդյոք դա շտկելի է եւ դա շտկելու անհրաժեշտություն կա եւ ինչ մասնագետի պետք է մոտենալ։ Հարգանքներով ձեր հետևորդ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ վստահելու եւ մեզ հետևելու համար եւ հարցին անդրադառնալով ուզում եմ նշել, որ խնդիրը կարող է կապված լինել անդամի անատոմիական առանձնահատկությունների հետ, որոնք առաջացել են ժամանակի ընթացքում։ Իհարկե, պատկերը ավելի պարզ կլինի հետազոտություն անցկացնելուց հետո, բայց նման խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ անդամը սնուցող անոթներում նկատվում է ֆիբրոզ գոյացություն, որի արդյունքում անդամը արդեն
անատոմիորեն փոխում է իր տեսքը եւ թեքվում կամ վեր կամ վար եւ ստանում փաստորեն թեք ուղղություն։ Սա խնդիր է դառնում հարաբերության ժամանակ եւ գրգռման ժամանակ արդեն իսկ տղամարդուն կարող է պատճառել անհարմարություն, քանի որ ներհրումը ժամանակի ընթացքում դառնում է անհնարին։ Սկզբնական շրջանում խնդիրը հնարավոր է կանխել դեղորայքային բուժման միջոցով, բայց եթե ժամանակի ընթացքում արդեն թեքվածությունը բավականին արտահայտիչ է, դեղորայքային բուժումը միայն բավարար չէ եւ պետք են լինում արդեն ֆիզիոթերապևտիկ բուժում, մասնավորապես հարվածալիքային թերապիա, որի ժամանակ հնարավոր կլինի վերացնել ֆիբրոզ գոյացությունը։ Ամեն դեպքում պատկերը ավելի հստակեցնելու համար ցանկալի է անցնել բժշկական հետազոտություն, պարզելու բուն իրավիճակը եւ դրանից հետո արդեն վերջնական ախտորոշում ունենալու դեպքում հասկանալ, թե ինչպես պետք է շարունակել բուժումը։ Սեռական թուլության համար իհարկե պետք է անպայման նշանակել համապատասխան բուժում, իսկ եթե անհրաժեշտություն լինի հետագայում այլ միջամտությունների, ապա կարիք կլինի ընդգրկել նաև հարակից ոլորտի բժիշկների։ Կարդամ հաջորդ հարցը։ Բարև ձեզ, եթե կարելի է մի հարց ունեմ։ Գրգռվում եմ շատ շուտ, սեռական ցանկություն կա, խոնավությունը նույնպես, բայց ակտի ժամանակ հեշտոցս ցավում է կոնկրետ աջ կողմը։ Վարակներ չունեմ, բացարձակ առողջ եմ ու խնդիրն անգամ անդամի մեծությանը չի վերաբերում։ Կարող եք օգնել պատճառը հասկանալ։ Ցավը հարաբերության ժամանակ յուրովի ազդանշան է, որը ունի բազմաթիվ պատճառներ։ Մենք այս հարցին անդրադարձել ենք մեր նախորդ թողարկումների ժամանակ եւ եթե դուք հետազոտվել եք եւ հերքվել են բոլոր օրգանական պատճառները, ապա պատճառը պետք է փնտրել արդեն հոգեբանական գործոնները հաշվի առնելու առումով։ Հնարավոր է, որ հարաբերության ժամանակ գուցե լարվում եք, բայց չեք նկատում։ Հնարավոր է, որ ներթափանցման ժամանակ ցավ է առաջանում ինչ որ անգիտակցական մակարդակում թաքնված վախի հետևանքով, գուցեև երկուսը իրար հետ եւ այդպես շարունակ, այսինքն պատճառը պարզելու համար անհրաժեշտ է անցնել սեքսոլոգիական խորհրդատվություն, պարզելու բոլոր այն հնարավոր պատճառները, որոնք չեն բացահայտվել, իսկ դրանք իրականում շատ են։ Երբեմն լինում են դեպքեր, որ ցավը կարող է նկատվել հենց հարաբերության պահին, ինչ որ լարվածության հետ կապված, կամ կնոջ մտքերը հանգիստ չեն, կինը մտքերով ուրիշ տեղ է, չի կարող կտրվել իր առօրյա հոգսերից եւ հարաբերության ժամանակ առաջանում է ցավ։ Կարող է եւ ձեզ թվա, թե ցավում է միայն աջ կողմը, իսկ մեկ ուրիշի պարագայում կարող է նշել, թե ձախ կողմը, բայց լարվածության պարագայում, քանի որ մկանները կծկվում են, միանշանակ ասել, թե որ հատվածն է ցավում, դժվար է լինում, մինչև չկատարվի բժշկական զննում եւ համապատասխան հետազոտություն։ Հետևաբար պատկերը առավել պարզ դարձնելու համար ցանկալի է անցնել համապատասխան բժշկական հետազոտություն։ Կարդամ հաջորդ հարցը։ Անդամի գլխիկի վրա սպիտակ կետիկներ են առաջացել, ինչ խորհուրդ կտաք անել, որ անցնի։ Ինչպես եւ մնացյալ դեպքերում, այս դեպքում եւս հորդորումը խնդրում եմ հարցատուներին հարցերը գրելիս նշել անպայման տարիք եւ զուգակցող հիվանդություններ, եթե դրանք կան։ Այս պարագայում իհարկե պետք է նշեմ, որ ցանկացած դեպքում սեռական օրգանի վրա որևէ կետիկի կամ ցանի առաջացումը ցանկալի երևույթ չէ։ Դա կարող է պայմանավորված լինել կամ սնկային ախտահարմամբ, կամ որևէ բորբոքային հիվանդությամբ, կամ գուցեև սեռավարակի։ Երբեմն կարող են երեքնել լինել, միանշանակ ասել, թե կոնկրետ որն է, դժվար է։ Առավել հաճախ իհարկե գործ ենք ունենում սնկային ախտահարման հետ, որը ժամանակի ընթացքում չբուժելու պարագայում կարող է արդեն ստեղծել հավելյալ բարդություններ։ Ամեն դեպքում առավել պարզ դառնալու համար ցանկալի է, որ անցնեք բժշկական հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև հանձնեք համապատասխան անալիզներ, որպեսզի պատկերը պարզ լինի։ Չի բացառվում, որ նաև բժշկական զննման ժամանակ արդեն պատկերը պարզ լինի եւ հարկ չլինի ստուգվելու ու բժիշկը զննումից հետո արդեն հնարավորություն կունենա նշանակել համապատասխան բուժում։ Կարդամ հաջորդ հարցը։ Բարև ձեզ բժիշկ ջան, եթե տղայի սերմնահեղուկը ջրի պես է, հնարավոր է հղիանալ, տղամարդը 31 տարեկան է, կինը 23։
Սերմնահեղուկը իր բաղադրությամբ իհարկե չպետք է ջրիկանման լինի, այն մածուցիկ է, բայց երբեք ոչ ջրիկ։ Եթե նման պատկեր է առաջացել, ցանկալի է հանձնել սերմի քննություն, պարզելու սերմնահեղուկի որակական ու քանակական ցուցանիշները։ Երբեմն կարող են խնդիրներ առաջանալ հատկապես սերմնաբջիջների շարժունակության հետ կապված կամ ծավալի հետ կապված, որոնք իհարկե ազդում են սերմնահեղուկի ցուցանիշների վրա, հատկապես արտաքին տեսքի։ Ամեն դեպքում արտաքին տեսքից միայն դատելով դժվար է միանշանակ ասել, թե կոնկրետ ինչ խնդիր կարող է լինել, եւ առավել պարզ լինելու համար անհրաժեշտ է հանձնել համապատասխան քննություն։ Շատ կարևոր է այս դեպքում հիշատակել, որ սերմնահեղուկի քննությունը հանձնելու համար պետք է պատշաճ պատրաստվել, որպեսզի տվյալները լինեն համոզիչ եւ ճշգրիտ։ Քննություն հանձնելուց առաջ պարտադիր պետք է խորհրդակցել բժշկի հետ եւ պատրաստվել հետազոտությանը եւ անալիզ հանձնելուց առնվազն 3-ից 4 օր զերծ մնալ սեռական հարաբերությունից եւ ձեռնաշարժությունից։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ անալիզի ցուցանիշների վրա կարող է ազդել նաև ալկոհոլի օգտագործումը, որը նույնպես պետք է բացառել։ Կարդամ հաջորդ հարցը։ Ես 21 տարեկան եմ, 2 տարի առաջ 1 ամսական պտուղը հեռացրել են։ Դրանից հետո հարաբերություն չեմ ունեցել, նաև չեմ հետազոտվել։ Եթե առաջին երեխան աբորտ են անում դեղերով, հնարավոր է կրկին հղիանալ հետագայում։ Հաշվի առնելով հարցի բովանդակությունը, իհարկե խորհուրդ կտամ դիմել գինեկոլոգին, բայց այնուամենայնիվ նշեմ, որ եթե տեղի է ունեցել հղիության ընդհատում, ապա հաջորդ հղիությունը պլանավորելուց առաջ պարտադիր պետք է հետազոտվել։ Ոչ միայն պետք է հետազոտվի կինը, այլ նաև տղամարդը, անցնել համապատասխան բուժում, նոր դրանից հետո պլանավորել հաջորդ հղիությունը։ Իսկ այսօրվա հարցերն այսքանն էին։ Գրեք ձեզ հուզող հարցերը եւ մենք հնարավորինս արագ կարձագանքենք ձեր հարցերին։ Թողեք ձեր մեկնաբանությունները, մեզ համար անչափ կարեւոր է ձեր կարծիքը։ Եվ շնորհակալություն մեզ վստահելու համար։ Եղեք առողջ եւ երջանիկ։ Մեզ հետ դուք կսովորեք ավելին եւ կմոտենաք իրական հաճույքներին։ Այնպես որ գտեք մեզ, գրեք եւ հետևեք սոցհարթակներում։ Ես վստահ եմ, որ մեր սեքսադարանը կհարստացնի ձեր սեքսադարանը։